Միասի կատարումն էինք լսում, տոնական օրերին հրաշալի կլինի, որ YouTube-յան տարբերակով դնեք և աշխույժ երգերը լսեք և վայելեք ձեր տոնական օրը, բայց հիշեք չափի զգացման մասին, որի մասին էլի խոսել էինք ալկոհոլի հետ կապված, բայց նաև ձեր հոգեկան աշխարհը մի անտեսեք, որովհետև տարեվերջին կուտակված և դեռ ավելացող գործերի կույտը, անհանգստությունը, որ ոչինչ չի հաջողվի ժամանակին ավարտել, տոնական պատրաստությունները խուճապ և նախատոնական ստրես են առաջացնում, ներկայացնում ենք մասնագետի խորհուրդները, ինչ անել, որպեսզի տարեվերջին կիսատ մնացած գործերը ավարտելիս, նոր անելիքները նախագծելիս, միևնույն ժամանակ օրվա հոգսերի թոհուբոհը մղձավանջ չդառնա մարդկանց համար, ինչ անել։ Ցանկալի չի անելիքները հետաձգել, թողնել հետոյի, տոնական սեղանի առևտուրը կատարել նախապես, կազմված ցուցակով, ինչը կօգնի զերծ մնալ ավելորդ ոչ պիտանի էմոցիոնալ գնումներից։ Միևնույնն է, պարտադիր չէ բոլոր գործերը կատարել ինքնուրույն, կարևոր է գտնել ժամանակ սեփական անձի կարիքները հոգալու համար, ուշադրություն դարձնել թե արտաքին խնամվածությանը, թե օրվա հանգստի ժամերը լիարժեք և նպատակային օգտագործելուն։ Մտածեք այս ուղղությամբ, իսկ մենք գնանք երաժշտություն լսենք, կամ արդեն իսկ լսեցինք երաժշտություն, գովազդ դիտենք, վերադառնանք ու շարունակենք մեր եթերը։ Համաձայն եմ։ Վերադարձանք տաղավար, արդեն հյուրընկալել ենք մեր ազգագրագետ հյուրին, որովհետև շատ հետաքրքիր թեմայի ենք անդրադառնալու։ Ինչպես արդեն առիթ եղավ ասելու, հացահատիկային ուտելիքները մշտապես եղել են հայկական ավանդական տոնական սեղանի անբաժանելի մասը։ Ամանորը, այսպես ասած, հին հայերի համար հենց բերքառատության խորհրդանիշ էր։ Մեր տաղավարում է ազգագրագետ Նարինե Շամամյանը, ումից հաստատ հետաքրքիր գաղափարներ կարող ենք վերցնել մեր ամանորը ավելի հայկական տոնելու համար։ Բարի լույս։ Բարի լույս։ Նարինե, եկեք սկսենք ամենասկզբից, հա, այս ամանորը, այս տոնը ինչ նշանակություն ունի հենց մեզ համար, հայերիս համար։ Շատ բարի, շատ հաճելի թեմայի շուրջ այսօր տաղավարում եմ ձեզ հյուրընկալել։ Նախ նոր տարին որպես տոն հայ ժողովրդական կենցաղում տոնվել է տարբեր ժամկետներում, ինչը պայմանավորված է եղել տոմարային անընդմեջ փոփոխությունների հետ։ Այն երբեմն ընկել է գարնանը, երբեմն ընկել է ամռանը, երբեմն ընկել է աշնանը, այսինքն ունեցել է շարժական բնույթ, բայց այն ընդհանրացվեց 19-րդ դարի և 20-րդ դարասկզբին, երբ որ արդեն վավերացվեց և ընդհանրացվեց որպես տոնը հունվարի 1-ին նշելու այդ ավանդույթը, բայց հունվարի 1-ին նշելու ավանդույթը գալիս է դեռևս առավել հին պատմական խորքերից, Հուլիոս Կեսարը մեր թվարկությունից առաջ 45 թվականին նոր տարին նշում էր որպես ամանոր, որպես գեղեցիկ տոն։ Այդ ավանդույթը բնականաբար տարածվել է իր հեգեմոնիայի տիրույթում գտնվող գրեթե տարբեր պետությունների վրա, ընդ որում նաև Հայաստանի։ Եվ տեսեք, արևելյան և արևմտյան Հայաստանները, հա, նշել են տարբեր ձևաչափերով։ Եթե արևմտյան Հայաստանում նշում էին կաղանդը, հա, ինչը նշանակում է հունարեն կախարդել, հմայել, ապա արևելյան Հայաստանում նշում էին խոր աշնանը, որը համընկնում էր աշնանային նավասարդին։ Տեսեք, տարին ավարտվում էր և սկսում էր նոր տարին, իսկ արևմտյան Հայաստանում, պատմական Հայաստանում, այն նշվում էր հունվարի 1-ից սկսած։ Եվ տեսեք, հունվարի 1-ից այսինքն դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը երեկոյան, հա, Սուրբ Ծննդյան երեկոն համարվում էր պահոց օրեր, պահեցողության, այսինքն պահքային էր։ Եվ նոր տարվա սեղանին պետք է անպայման դրվեին պասուց կերակուրներ։ Արգելվում էր մսամթերքի կիրառումը լայն, որովհետև պահքային այդ ժամանակահատվածում պետք է սեղանին լինեին միայն բուսական ծագման կերակուրներ։ Եվ տեսեք, տոնը առհասարակ իր մեջ ներառում էր բազմաթիվ հետաքրքիր ծեսեր։ Այդ ծեսերից էր կրակի նորոգումը, ջրի նորոգումը, այսինքն խորհրդապաշտական դաշտում երբ նայում ենք, մեծ կարևորություն էին տալիս այդ երևույթներին բնական։ Կրակը, այսինքն, տեսեք, դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը պետք է անընդմեջ վառվեր,
այն պետք է չհանգեր։ Եվ եթե մենք նայում ենք, այսօր էլ պետք է տան լույսերը վառ լինեն անընդհատ եւ պետք է չմարենք գոնե թեկուզ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 1-ը այդ հատվածում։ Եվ տեսեք, ջուրը նույնպես նորոգում էին, այսինքն նորոգել ասելով ինչ էին անում, թարմեցնում էին, գնում էին աղբյուրից ջուր էին բերում, գետերի մեջ ցորեն էին լցնում, գարի էին լցնում, կամ պատրաստած հատուկ փոքրիկ խմորեղեններ էին գցում, այսինքն զոհաբերում էին ջրին, որպեսզի ջուրը իրենց հաջողություն եւ բարիք բերեր։ Ներկայում ամանորը որոշակիորեն, հա, ամանորի սեղանը ասոցացվում է խոզի ազդրի, նրբաբլիթների, մայրաքաղաքային աղցանի հետ, բայց դրանք այդքան էլ մեզ հետ կապ չունեն, երբեմն շատերը անում են նաև տոլմայի պասուց տարբերակը, դա իմ ընտանիքում շատ ընդունված է, դրա համար գիտեմ, այլ ինչ այդպիսի բաներ կան, որ մինչև այսօր հասել են եւ ինչ կա, որ կարելի է անել, ինչու ոչ։ Տեսեք, երբ որ խորհրդային շրջանից հետո, հա, որոշակի փոփոխություններ տեղի ունեցավ եւ արևմտյան արժեքների անկառավարելի հոսք տեղի ունեցավ, այսինքն պարտադիր, թեպետ եւ խորհրդային շրջանում նույնպես արդեն ընդունելի էր, որպեսզի մսեղենից պատրաստված բազմաթիվ խորտիկներ եւ կերակուրներ մատուցվեին դրվեր սեղանին, բայց այնուամենայնիվ տեսեք, որ արևմտյան արժեքների հետ նույնպես եկան բազմաթիվ համասամթերքից պատրաստվող ուտեստներ, որը իհարկե բերեց որոշակի շեղումներ տոնի հետ կապված։ Տեսեք ինչու էր սեղանին դրվում 7 տեսակ պտուղներից միրգ, ինչու էր սեղանին դրվում 7 տեսակ ընդեղեն, այսինքն 7 թիվը պարտադիր համարվող, այսինքն սրբազան թիվ էր եւ դա բերում էր հաջողություն ընտանիքին։ Եվ բացի դրանից պահեցողության այդ շրջանում պատրաստում էին այնպիսի ուտեստներ, որոնք իհարկե չեն ներառում կաթ, ձու, յուղ, դրանք պետք է բացառվեն։ Եվ ընդունված էր նաև այն ավանդույթը, այդ ժամանակահատվածում պետք է միշտ չմորթեին, կենդանի պետք է չմորթեին, սեղանին պետք է միշտ չդրվեր։ Դա համարվում էր մեղք եւ այդ օրվա մսի համտեսումը աններելի էր համարվում։ Բայց ինչ էին դնում սեղանին։ Սեղանին դրվում էր պասուց տոլմեն, ինչպես դուք նշեցիք, դուք ճիշտ ուղու վրա եք պասուց տոլմեն, որի մեջ ներառվում էր 7 տեսակ հատիկ եղեն, այնուհետև դրվում էր ամենակարևորը տարի հացը, որը իհարկե կենտրոնանում էր տոնի այդ գլխավոր գաղափարը, տարի հացը ինչպես էր պատրաստվում։ Ընդունված է ասել, որ մեջը գցում էին կարագ յուղ, բայց իհարկե ոչ, որովհետև պահեցողության շրջաններ եւ այն պետք է պատրաստեին ձիթայուղով, որը շաղախում է մեղրով, դարչինով, տարբեր տեսակ ընդեղեններով, իսկ վրան բավականին հետաքրքիր ձևով էին զարդարանքը պատրաստում, 4 մասի էին այն բաժանում եւ ամեն հատվածում պատկերում էին արևը, լուսինը, մեծ արջ համաստեղությունը եւ հավերժության խորհրդանիշը, այսինքն տեսեք կապվում էր երկնային լուսատուների հետ եւ կլոր տարի հացի վրա եզերվում էր օղակաձև այդ գոտին, որը համարվում էր Աստծո գոտին, որի վրա դրվում էր 12 գնդիկներ խմորից պատրաստված, որը խորհրդանշում էր տարվա 12 ամիսները։ Տեսեք ինքը իր մեջ խորհրդաբանական մեծ ներուժ ունի եւ իր մեջ պարտադիր պետք է դրվեր մետաղադրամը, իսկ մետաղադրամը կտրելուց բնականաբար ընտանիքի անդամների միջև, ինչպես նաև բաժին էին հանում երբեմն հյուրին, բաժին էին հանում կենդանիներին, եթե ապրում էին քաղաքային միջավայրից հեռու, գյուղական միջավայրում, բաժին էին հանում նաև հանդին, իրենց կենդանիներին, եւ ում ընկնում էր այդ նշանը, նրանից եւ սպասվում էր տարվա հաջողությունը։ Եվ երբեմն, երբ որ դանակը կպչում էր մետաղադրամին, ենթադրում են, որ անհաջողություն կլինի, իսկ երբեմն ասում են, որ տարվա եկամուտը ակնկալվում է գութանից։
ինչ սովորություններ կային, որոնք միգուցե կախված չէին սնունդի հետ, բայց անպայման պիտի այո։ Ենթադրենք հիմա շատ հավատում են մարդիկ, որ այսինչի տարի է, այս կենդանի սիրում է այս գույնը, պարտադիր պետք է հագնել այդ գույնը ի սկզբանե, հա, էլ ինչ ավանդույթներ կային ավելի հին ավանդական, որոնք մենք կարող ենք այսօր նաև մեր ընտանիքներում, հա, այդ ավանդույթը ընդունել։ Տեսեք, մենք այստեղ չենք մոռանում հա տոմարային համակարգը եւ կենդանակերպի նշանները, դրանք միշտ է եղել են եւ տոմարական գրքերում դրանք նշված են։ Իդեպ պետք է նշեմ, երբ որ Հիսուս Քրիստոսը ծնվեց, համաստեղությունը մուտք գործեց ձկան ժամանակաշրջան։ Այդ իսկ պատճառով սեղանին միշտ դրվում է, հա, Սուրբ Ծննդյան երեկոյին, խթման երեկոյին, երբ որ պասը լուծվում էր, սեղանին պարտադիր պետք է դրվեր ձուկը, որը խորհրդանշում է քրիստոնեության, հա, այդ գաղափարախոսությունը եւ այդ հապավումը Իխտուսն է, այսինքն Հիսուս Քրիստոս Աստծո որդին, հա, խորհրդանշումը։ Բացի դրանից տեսեք բազմաթիվ այլ հետաքրքիր հավատալիքներ կային, պարտադիր էր բնակարանը հարդարել, բնակարանը մաքրել, այսինքն ոչ միայն հոգեպես է մաքրվում պահեցողության ընթացքում, հա, այլ նաև մաքրում էին ամբողջ բնակարանը։ Բնակարանը հարդարելուց հետո պարտադիր դռան շեմին կատարվում էր բազմաթիվ ծեսեր, որը շատ կարևոր էր, այսինքն երևակայական էակներին, չարքերին հեռու պահելու համար։ Տանտիկինը մեղրով խաչաձև նախշեր անում դռան շեմին։ Սա շատ կարևոր է։ Դռան առջև պարտադիր պետք է մաքրեին, մաքուր պետք է լիներ առհասարակ։ Եվ ավելը, ինչպես գիտենք, պետք է փոխարինվեր նոր ավելով, որովհետև հավատում են, որ նաև չար ոգիները թաքնվում են ավելի մեջ, դրանք պետք է հեռացնել եւ նոր ավել բերել տուն։ Ինչպես նաև հավատալիքներ կային, որ եթե դուրս եկար, պարտադիր պետք է լի ձեռքով ներս մտնես։ Անկամ թեկուզ փոքրիկ, ահա, կտոր է, կամ չգիտեմ, ինչ որ մի առարկա տուն պետք է բերես, դատարկ ձեռքով պետք է ներս չմտնել։ Կաղանդ պապիկից մենք եթերում առիթ եղել է, որ խոսենք եւ մեր դժգոհությունը հայտնենք, թե ինչու մենք չունենք մեր կաղանդ պապիկի կերպարը, օրինակ Հայաստանի մի մարզում նստած, որը դա իմ գործընկեր Գորի միտքն էր, որը կփոխարինի օրինակ Սանտա Կլաուսին, ոնց որ մենք ասում ենք Սանտա Կլաուսը Լապլանդիայում է, չգիտեմ, Դեդ Մորոզը Ռուսաստանի այս քաղաքում է, այ կաղանդ պապիկի գաղափարը մինչև որ ժամանակներ է եղել, ինչպես է ստեղծվել կաղանդ պապիկի կերպարը։ Շատ հետաքրքիր հարցեր եւ ցավոտ հարցերից մեկն է նաեւ, տեսեք կաղանդ բառը նշեցի, որ հունական ազդեցություն ունի, նշանակում է կախարդել, հմայել։ Կաղանդ պապի ավանդույթը ընդունված է եղել Արևմտյան Հայաստանի, հա, Կիլիկիայի հայերի մեջ։ Այսինքն տեսեք, այդ սովորությունը այնուհետև փոխանցվել է քեսապահայերին։ Քեսապահայերը հավատում են, որ գալու է կաղանդ պապին եւ երեխաներին բերելու է բազմաթիվ քաղցրավենիքներ, հա, շարոցներ, մրգերը բերելու, բայց նաև կային բազմաթիվ, հա, պատմազգագրական շրջաններ, որտեղ հավատում էին նաև մեծ պապուկին, իսկ մեծ պապուկը կապվում է Սահակ Պարթևի սրբազան կերպարի հետ։ Հավատում էին, որ փոքրերը իհարկե, որ գալու է պապուկը եւ նրանց գեղեցիկ նվերներ է բերելու։ Պապուկ, մեծ պապուկ, մեծ պապուկ։ Այսինքն պապիկն է, հա, այսինքն մեծ պապ, այս սովորությունը նույնպես եղել է։ Եվ տանեցիներից մեկը մեծահասակ տղամարդկանցից թաքուն դուրս էր գալի, երեխաներից թաքուն իհարկե, հագնում էր, հա, ուսերին գցում էր քուրքը, հա, գլխին փափախ էր դնում, այսպես պարկով ներս էր մտնում եւ երեխաներին զվարճացնում էր, ուրախեցնում էր տալով, հա, բազմաթիվ նվերներ տղաներին եւ աղջիկներին։ Այստեղ ես պետք է նաեւ նշեմ, նոր տարուն շատ կարևոր էր պատրաստել ասիլ բասիլ, նաև վասիլ, հա, այդ խմորեղեն տիկնիկները, որը մեծ գեղեցիկ նշանակություն ունի ծիսական ասիլ բասիլ եւ վասիլ, որը նշանակում է արքա եւ կապվում է արևի պաշտամունքի հետ, արևի արքա, արևի աստված, պաշտամունքի հետ է նաեւ կապվում։ Սա պատրաստում են այդ խմորեղենները եւ տալիս են երեխաներին, ինչպես նաեւ բախտագուշակություն էին անում այդ տիկնիկներով խմորը, եթե ամուսնացած, հա, ընտանիքում հարս կար, եթե ուռ չէր, հա, այդ տիկնիկը նշանակում էր, որ տվյալ տարում
անպայման երեխա է ծնվելու ընտանիքում։ Ինչքան Ինչպես ավանդույթներ նաև կան։ հա կուզեի անդրադառնալ տոնածառին, հա Եղևնուն եւ նաև որովհետեւ խոսեցինք Կաղանդ պապի մասին, շատ հատկանշական է նաև խոսել Կաղանդի ծառ երևույթի մասին։ Տեսեք տոնածառը, հա Եղևնին մուտք է գործել Հայաստան 19-րդ դարի վերջ, 20-րդ դարասկիզբ, իսկ այն պաշտոնապես դրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակում 1935 թվականին։ Մինչ այդ տարբեր պատմազգագրական շրջաններում դրվել են տարբեր տեսակի ծառեր։ Կոնկրետ մի ծառի տեսակ չի դրվել, այսինքն կարող է լինել ծիրանի ճյուղ դրված, կարող է լինել ձիթենու ճյուղեր։ Օրինակ Համշենահայերը, Պոնտոսի հայերը ինչ էին անում։ Ձիթենու ճյուղերը տանում էին եկեղեցի, դրանք օրհնում էր քահանան, այնուհետև բերում էին տուն եւ այն ամրացնում էին տարի հացի հա մեջտեղում, զարդարելով տարբեր հա անդեղեններով, շարոցներով, իսկ մեկ այլ տեղում լինում էր նաև ցորենի հասկեր։ Ցորենի հասկերից էին ձևավորում հա Կաղանդի ծառը։ Այսինքն միանշանակորեն չի եղել Եղևնի։ Եղևնին բնականաբար դա ձևավորվել է այդ ավանդույթը Գերմանիայում Մարտին Լյութերի հետ է կապված, այնուհետև այն տեղափոխել են բնակարաններ, իսկ Պետրոս առաջինը առաջի անգամ լինելով Եվրոպայում տեսել է այդ գեղեցիկ ավանդույթը եւ տեղափոխել է Սանկտ Պետերբուրգ, որից հետո այդ ազդեցությունը բնականաբար կփոխանցվեր նաեւ հա Հայաստան եւ կդառնար արդեն մեր տոնական ծառը Եղևնին։ Տիկին Նարինե, մի քանի խորհուրդ տվեք մեր բոլոր հայկական ընտանիքներին, ովքեր պատրաստվում են։ Եկեք փորձենք մի փոքր տալ խորհուրդներ, որոնք որ չեն լինի այսպես շատ սնունդային, այլ ինչ կարևոր բան պետք է վերցնենք մենք տարին մուտք գործելուց առաջ։ Հոգեպես ինչին պիտի տրամադրվենք։ Հոգեպես պետք է տրամադրվել նախ առաջինը, որը խորհուրդ կտամ բոլորին, պարտքով նոր տարի չնշելը, որովհետև պետք է պարտքերը բոլորը մարեն, նոր առանց պարտքերի մուտք գործել։ Ամենակարևորը տարի հացն է, որը պետք է դրվի սեղանին եւ այն պետք է պատրաստել ոչ թե կարակով, յուղով, այլ պետք է պատրաստել ձիթայուղով, որովհետեւ պահեցողության շրջան է եւ այստեղ շատ ցանկալի է նշել գեղեցիկ ավանդույթ կա կապված Սուրբ Ծննդյան հետ, քանի որ հա Սուրբ Ծննդյան շաբաթվա մեջ է ընկնում նոր տարին, Մեղրաձոր համայնքում Գոհար Գոգոլյանը բավականին մեծ գեղեցիկ շուքով վերջինս մարզամշակութային կենտրոնի տնօրենն է վերակենդանացրել է ավանդույթները եւ տեսեք ինչ հետաքրքիր ավանդույթ է նա գրանցել մեծահասակներից եւ արդեն գրեթե լավ հանրահռչակել է այդ տարածաշրջանում Հալիմ կերակուրը, որը կապվում է Հիսուս Քրիստոսի ծնունդի հետ հովիվը ով աղքատ է եղել եւ ուտելու ոչինչ չի ունեցել եւ իմացել է որ կողքի փարախում սուրբ երեխա է ծնվել վերցել է իր հետ աթար քրեղանի մեջ լցրել եւ շտապել է տալ եւ մտքում ասել է ինչ լավ կլիներ որ ես սրա փոխարեն տաք ճաշ ունենայի որպիսի ծնտկանին դա տայ Մինչև տեղը հասե տեսել է հա այդ ձեռքի պարունակությունը դարձել է հալիմ, կերակուր, այդ ձավարով պատրաստված սորենով պատրաստված կերակուր եւ այս ավանդույթի իհարկե լայն տարածում գտավ Գոհար Գոգոլյանի շնորհիվ Մեղրաձոր համայնքում եւ ամեն նոր տարվա օրը Սուրբ Ծննդյան երեկոյին երեխաները ավետիս երգելով բոլորին բաժանում են այդ հալիմը։ Այդ ցանկալի է յուրաքանչյուր տարածաշրջան, հա յուրաքանչյուր բնակավայր վերցնի մի գեղեցիկ ավանդույթ, որը բնորոշ է եղել իր բնակավայրին եւ հետեւելով հա Գոհարի օրինակին տարածի այդ գեղեցիկ ավանդույթները։ Միտեղ ընդունված է եղել հա տարի հացի գեղեցիկ արարողությունը, երբ որ երեխայի մեջքին են կտրել, հա համարելով սուրբ էակ բաժանել են ընտանիքի անդամների միջև։ Մեկ այլ տեղում ընդունված է եղել գնալ, հա, գետից ջուր բերել, հա, նման ավանդույթները կարելի է վերականգնել։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքային միջավայրին, շատ ցանկալի է, որ գիշերվա 31-ի, հա, 12-ին դիմավորել եկեղեցուն, որովհետև մեր ամբողջ տոնական գեղեցիկ ծեսերը պահվում եւ փոխանցվում են եկեղեցու շնորհիվ։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հնարավորության եւ մեր պատկերացումների սովորության սահմաններում իրագործել ինչ-որ բաներ, ես արդեն մի քանի մտքեր ունեմ, հուսամ հեռուստադիտողներն էլ ինչ-որ բաներ Դուք արդեն իրագործում եք, պասուստոլման հիշեր զարա։ Տատիկից, մամայից է գալիս, բայց ես էլ ինքնուրույն ինչու ոչ։
կարելի է ինչ-որ բաներ փորձել, որովհետև մենք իսկապես հրաշալի ավանդույթներ ունենք, որոնք, չգիտես ինչու, զարմանալիորեն արտերկրից եկած ավանդույթների ստվերում են մնում, դա ինչ-որ ցավալի է։ Շնորհակալություն ենք հայտնում մեր հյուրին, ազգագրագետ Նարինե Շամամյանին։ Իսկ հիմա մենք անցնենք առաջ գովազդ Շանթի եթերում։